Հարգելի հայրենակիցներ, բարև ձեզ։ Այսօր կներեք մի քանի տեխնիկական շտկումներ անենք, մինչև մեր լսարանը հավաքվի եւ անցնենք բուն նյութին։ Օպս։ Հարգելի հայրենակիցներ, շնորհակալ եմ, որ արձագանքել եք իմ այսօրվա հրավերին, միասին փոխելու ժամանակն է, ձողի, երևի թե, այսպես ավելի լավ կլինի։ Հարգելի հայրենակիցներ, ողջունում եմ ձեզ, շնորհակալ եմ, որ արձագանքել եք իմ այսօրվա հրավերին, միասին քննարկելու քիչ առաջ Ստրասբուրգում ավարտված Արարատ Միրզոյանի հերթական հեքիաթասացությունը, մինչև մեր լսարանը հավաքվում է, ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեզ այս ուշադրության համար եւ իհարկե ուզում եմ շնորհավորել բոլորիս հայոց բանակի օրվա կապակցությամբ, երախտիկ հայտնել հայոց բանակի ակունքներում կանգնած իրենց կյանքը անուն հայրենիքի զոհաբերած մինչ այսօր խրամատներում մեր հայրենիքի սահմաններն արժանապատվությունը պահող հայ զինվորներին, աֆիցերներին, ղեկավար կազմին, ժամանակին բոլոր այն մարդկանց, ովքեր կայացրել են բանակը եւ այսօր մեր քաջարի զինվորներին եւ սպաներին, որոնք որ թույլ չեն տալիս, որ այդ ազգային վստահություն վայելող ինստիտուտը վերջնականապես վերանա, որպես այդպիսին, հազար փառք բոլոր նահատակներին եւ մենք իրենց գործը կիսատ ենք թողել եւ այդ գործը կիսատ է նախ եւ առաջ մեր քաղաքական ժողովրդական հասարակական ինստիտուտների պատճառով, ոչ թե բուն բանակի, այդտեղ մեղքը մերն է։ Եվ այսպես այսօր Արարատ Միրզոյանը, հարգելի գործընկերներ, Ստրասբուրգում էր ԵԽԽՎ Եվրոպայի խորհրդի խորհրդանական վեհաժողովի համապատասխան սեսիայում ելույթ ունեցավ եւ պատասխանում էր խորհրդարանականների հարցերին, ուզում եմ անդրադառնանք այսօր իր ելույթի հիմնական թեզերին, որոնք ոտից գլուխ սուտ էին եւ նիկոլական պրոպագանդայի զարհուրելի, այսպես ասած, հակագոհարներ, նաեւ իր շատ ավելի թույլ էր եւ շատ ավելի խոցելի նաեւ հարց ու պատասխանի մասը, որտեղ Արարատ Միրզոյանը պատասխանում էր Եվրոպայի խորհրդի խորհրդանական վեհաժողովի մի շարք падգամավորների հարցերին։ Ինչևէ, ինչու էր Արարատ Միրզոյանը գնացել Ստրասբուրգ, ֆորմալ առիթը պարզ էր, Հայաստանի Հանրապետությունը արդեն 25 տարի է, այս տարի լրանում է 25-ամյակը, ինչ հանդիսանում է Եվրոպայի խորհրդի խորհրդանական վեհաժողովի անդամ, եւ Արարատ Միրզոյանը գնացել էր նշելու այդ կլոր դատան։ Հիշեցնեմ, որ Եվրոպայի խորհրդի խորհրդանական վեհաժողովը Եվրոպայի խորհրդի կարևորագույն մարմիններից մեկն է, եւ Հայաստանը 2001 թվականին անդամակցեց Եվրոպայի խորհրդին, դա եղել է նախագահ Ռոբերտ Քոչարյանի օրոք, իսկ անդամության համար անհրաժեշտ բոլոր ռեֆորմների կատարումը հետո հիմնականում ընկել է Հայաստանի Հանրապետության կառավարության ուսերին, որ ղեկավարում էր Հանրապետական կուսակցության նախագահ լուսահոգի վարչապետ Անդրանիկ Մարգարյանը եւ այդ ուրեմն տանդեմն է իրականացրել Եվրոպայի խորհրդի անդամության հետ կապված բազմաթիվ ռեֆորմներ, պահանջներ, եվրոստանդարտներին մոտեցումներ, այդ ռեֆորմները շարունակվել են նաեւ նախագահ Սերժ Սարգսյանի օրոք, այդ ռեֆորմները իրենց մեջ ներառել են երկրի ժողովրդավարացման գործընթացից սկսած, վերջացած համանդրական բարեփոխումներ եւ այլն, բազում մեծ փաթեթ։ Եվ այսօր այդ նախկինների, այսպես ասած, իրենց կողմից այդքան չսիրված նախկինների աշխատանքի հերթական պտուղը փորձում էր վայելել կամ իրենով անել նիկոլական ռեժիմի ԱԳՆ կոչվող ներկայացուցիչը, երբ որ այսօր Ստրասբուրգյան ամբիոնից խոսում էր Հայաստանում իրականացված բարեփոխումների, մեր անդամության 25-ամյակի հետ կապված հարցերի մասին, բայց այնքան ապերախտ են, երբ որ խոսում են, ասում են Հայաստանը ինչեր է ձեռք բերել Եվրոպայի խորհրդի անդամության շնորհիվ եւ հետո
այսպես ասած, վերագրում են իրենց այն փաստը, որ դե գիտեք, այս ամեն ինչը ձևական էր, մինչև 18 թվականին մենք չեկանք, այսինքն իրանք չեկան իշխանության, ու սարսափելի իր անբարոյականությամբ հերթական հակառեկորդը, այսինքն մենք այդ գործեր անենք, նախկին նախագահները, երկրորդ, երրորդ նախագահները այդ գործ անեն, այդ բարեփոխումները իրականացնեն, Եվրոպական խորհրդի ստանդարտներին համապատասխան անհրաժեշտ բոլոր փոփոխությունները անեն, Արարատ Միրզոյանը գնա այդ 25-ամյակի շրջանակներում ոչ միայն իրենց վերագրի այդ ամբողջ աշխատանքը, այլ մի հատ էլ ասի, որ դա լավ չէին անում, հիմա դե 18 թվականից մենք ավելի լավ ենք անում։ Ու սա որպես բարոյականության, ավելի շուտ անբարոյականության ցուցիչ, թե ինչպես կարելի է մաքսիմալ օգտվել նախկինների թողած պետական, վարչական, բարեփոխումային, արտաքին քաղաքական ժառանգությունից, ուտել այդ այսպես է համտեսել այն պտուղները ծառի, որ տնկել են նախկինները, հետո ֆարալ ասել, որ գիտեք, այդ պտուղները մենք ավելի լավ կանեինք, թե ինչ են իրենք անում, բոլորս տեսնում ենք եւ ավելի ուշ մի քիչ հետո դրա մասին կխոսեմ։ Արարատ Միրզոյանը թվարկում էր որպես բարեփոխումների Եվրոպայի խորհրդի անդամ դառնալու բարեփոխումների ցուցանիշներ, օրինակ այն փաստը, որ Հայաստանի քաղաքացիները կարողանում են դիմել եվրոպական դատարան իրենց իրավունքները պաշտպանելու համար, այն դեպքում եւ ենթադրենք անկախ դատական համակարգի կայացում եւ այլն, այն դեպքում որ բոլորս գիտենք, որ Հայաստանում ինչպես գրված էր ԱՄՆ պետդեպի մարդու իրավունքների համապատասխան տարվա զեկույցում, Հայաստանում դատական իշխանությունը քաղաքականացված է, կոռումպացված է եւ կախյալ։ Երբ որ եվրոպական դատարանի որոշումները արդեն դարձել են նույնպես քաղաքական գերակայությունների կամ ճաշակի արտացոլման խնդիր եւ եվրոպական դատարանի որոշումների մի մասը Հայաստանը լիարժեք չի կատարում Նիկոլ Փաշինյանի օրոք, երբ որ Եվրոպայի խորհրդի անդամ դառնալու պարտավորություններից մեկը նաեւ մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի ներդրումն էր, ինչ այսօրվա ՄԻՊ-ը խայտառակ մի տիկին է, կապ չունի, կարող է նաեւ պարոն լինել, ստեղ բացարձակ գենդերային չի խնդիրը, խայտառակ մի կերպար է, կույր, փակ ականջներով, խուլ եւ համր նիկոլական ռեժիմի սպասարկում տիկին, նորից կրկնեմ, տիկին բառը այստեղ զուտ դիմելաձև է, ոչ թե գենդերային, այսպես ասած, թիրախավորում, որը իբր եղել է գերազանցիկ, ավելաված ուիլիկ լիներ, բայց նորմալ մարդ մնար, կարողանար ժամանակին արձագանքել եւ ճիշտ օրինակ Նարեկ Սամսոնյանի հացադուլի հետ կապված խայտառակ պատմությանը, սրբազանների ձերբակալություններին, մնացած բոլոր քաղբանտարկյալների հետ կապված խնդիրներին եւ այլն եւ այլն։ Այսինքն լիցիմերիայի, երկդիմիության, անբարոյականության շքերթերը այսօր Արարատ Միրզոյանի կողմից այդ ձեռքբերումների թվարկումը եւ իրենց վերագրելը հատկապես երբ որ Հայաստանում համատարած ձևով բռնաբարվում է մարդու իրավունքների եւ ազատությունների եվրոպական կոնվենցիան, Եվրոպայի խորհրդի հիմքում ընկած հիմնարար փաստաթղթերից մեկը։ Ինչևէ, Արարատ Միրզոյանը իր ելույթում բնականաբար այդ ճոռոմաբանություններից հետո 18 թվականի մասին, որոնք արդեն ворցկում են առաջացնում իրենց կատարմամբ եւ երբ որ տեսնում ես թե ինչ վիճակում է երկիրը 8 տարի անց եւ ոնց են այսօրվա իշխանավորները խաբել 18 թվականին Հայաստանի քաղաքացիներին, հայ ժողովրդին ինչեր էին խոստանում եւ ինչ բերեցին մեր գլխին, ուզում ես իրականում սրտխառնոց է առաջացնում այդ ստանդարտ տեքստերը, որ իրենք արտաբերում են իբր թե ժողովրդավարության բաստիոնի ներկայացուցիչներ որպես։ Արարատ Միրզոյանը խոսեց նաեւ գալիք ընտրությունների հետ կապված, բնականաբար իրանց սիրած ծամոնն է, որ ծամում են ու բերան փոխանցում են, Նիկոլը ծամում է, այդ նույնպես թքոտ լորձոտ ծամոնը տալիս է Արարատին, հետո Արարատն է ծամում, տալիս է Ալենին, հետո Ալենն է ծամում, տալիս է ուրիշներին, այդ վերաբերում է այսպես կոչված այդ ընտրություններին հիբրիդային սպառնալիքների, դեզինֆորմացիայի եւ այլն, ինչի մասին նրանք վերջերս ընտրություններին ընդառաջ եվրոպական հարթակներում շատ են սիրում ճոռոմաբանել, որպեսզի այդպիսով շոյեն եվրոպացիների ականջը հակառուսական ակնարկներով եւ ստանան ինդուլգենցիա կարտ բլանշ Հայաստանի ներսում ժողովրդավարական արժեքների տոտալ ոտնահարման համար։ Արարատ Միրզոյանը այսօր մաքսիմալ փորձեց օգտագործել այդ ամբիոնը, խոսելով դեզինֆորմացիայի
վտանգի, հիբրիդային պատերազմների մասին, եւ այստեղ պետք է առաջ անցնելով ասեմ, որ եվրոպացիները այդ ամեն ինչը վերագրում են Ռուսաստանին, կհիշեք նաեւ Կայա Կալասի հայտնի, այսպես ասած, ուղերձառային, որ Ռուսաստանը հիբրիդային պատերազմ է անում Հայաստանի դեմ, Մոլդովա 2-15 միլիոն եվրո եւ այլն, բայց հերթական անգամ Հայաստանի ռեժիմի ներկայացուցիչները ակնարկելով ռուսների մասին որպես վտանգ, այսպես ասած հիբրիդային պատերազմի, հերթական անգամ 3 անգամ խուսափում են ուղիղ ասել, որ արդյոք այդ հիբրիդային պատերազմի վտանգը ռուսներից է թե ոչ։ Եվրոպացի երկու պատգամավոր, նախ Արարատ Միրզոյանը, երբ որ խոսում էր հիբրիդային վտանգների մասին, այդպես էլ պլոճիկ չունեցավ, խիզախություն կամ ազնվություն կամ եսիմ երևակայություն կապ չունի, ոնց կդիտարկեք, ասելու թե այդ հիբրիդային վտանգները որտեղից են գալիս, Մարսից են գալիս, Վեներայից են գալիս, մենք դե գիտենք որտեղից են գալիս։ Հայաստանի հանդեպ իրականացվում է հիբրիդային պատերազմը իրականացվում է թուրք-ադրբեջանական եւ նրանց հայկական սպասարկուների կողմից Հայաստանում, այո, Հայաստանում կա հիբրիդային պատերազմ, որը հրահարել է Նիկոլ Փաշինյանը հայ ժողովրդի դեմ։ Այդ հիբրիդային պատերազմի մասին բնականաբար Նիկոլենք լռելու են, բայց շատ զավեշտալի է, խնդալու է եւ այտենց շատ խուրդա դեմքեր են կներեք բառիս համար, երբ որ գնում ես Եվրոպա եւ խոսում ես հիբրիդային պատերազմի մասին, իբր ռուսներին փնովելու խաթր կամ եվրոպացիներին դուր գալու համար պլոճիկ ունեցի այդ դեպքում ասել ես բենել ասա ով է այդ հիբրիդային պատերազմի ըստ քեզ էլ Արարատ այդ հիբրիդային պատերազմի հետևում կանգնած քո վերսիայով չէ որ դու դրա մասին չես ասում եվրոպացի երկու պատգամավոր քեզ այդ հարցը ուղիղ բլոկ տվեցին Ռուսաստանի հնարավոր ներգրավվածության հետ կապված այդ հիբրիդային պատերազմներում եւ դու չունեցար տարական դուխ դուխով դու տարական ոգի խիզախություն կամ ասեմ չունեցար որ կամ վախկոտությունը այնքան մեծ էր որ այդպես էլ չկարողացար ասել որ ըստ ձեզ դա Ռուսաստանն է ասեք եթե գնում եք Եվրոպաներում փսփսում եք տարբեր ականջներին հետո թռնում եք Մոսկվա եւ լպստում եք ռուսների տարբեր այդ պահին հասանելի մարմնամասերը ինչու դրա մասին չեք խոսում բարձրաձայն Եվրոպայում թե ռուսներից եք ակնկալում հիբրիդային հարձակումներ եթե այդպես չի այդ դեպքում Մոսկվայում էլ գնացեք ասեք ռուսներից չի այդ հիբրիդային հարձակումը ակնհայտ է չէ որ Հայաստանում այո կա հիբրիդային պատերազմ վարվում է Նիկոլի ձեռքերով թուրք-ադրբեջանական եւ իրենց ավելի վերադիր այսպես ասած գեոպոլիտիկ կենտրոնների կողմից Արարատ ենք դա ծախում են փորձում են ծախել Եվրոպայում որպես ռուսական ազդեցության վտանգ այնինչ դա կատարյալ անգամ իրանք չունեն այսպես ասեմ հա ռուսների պաշտպաներ չեմ այստեղ եթե իրանք ունեն պաշտպաններ կամ կիսապաշտպաններ թող այդ պաշտպաններ ու կիսապաշտպանները այդ պաշտպանությունը ստանձնեն ես խոսում եմ փաստերի մասին բացառապես եթե ռուսներն են ասա ռուսներն են եթե ռուսները չեն ասա ռուսները չեն այսինքն այնպես ղզիկ ձևակերպումներով այնպես եվրոպացիների մոտ չկմեղանալը եւ հետո գնալ Մոսկվաներում եւ ռուսների հետ լավ լինելը տենց պատվաբեր չի չնայած դուք ու պատիվը զուգահեռ իրականություններում գոյություն ունեցող երևույթներ եք ու շատ խնդալու էր նաեւ Արարատ Միրզոյանի ելույթի այն կտորը որը վերաբերում էր թե ինչ լավ այսօր Հայաստանում անկախ դատական համակարգ կոռուպցիայի դեմ պայքար սոցիալական արդարություն հատկապես սոցիալական արդարությունը այս ամենաթարմ դեպքն է Երբ որ միլիոնավոր պարգևավճարներ են իրենց դուրս գրել Նիկոլը նախարարները եւ ազգային ժողովի իրենց իշխանական դեպուտատները շատ արդիական անկախ դատական համակարգի մասին խոսել է եւ 50-ից ավել քաղ բանտարկյալ կա Հայաստանում շատ զռ վիճակ է շատ արդիական է կոռուպցիայի դեմ պայքարի մասին խոսել է եւ Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարը նույն Transparency International հետազոտություններով նոր է այս տարի հրապարակի երևի փետրվարին դոփումա տեղում եթե իսկ նախորդ տարիներին նահանջել է շատ տպավորիչ է երբ որ Արարատը խոսում է Հայաստանում ժողովրդավարության մակարդակի մասին իսկ իդեմ հաոսը մեր շարունակում է դիտարկել որպես հիբրիդային ռեժիմ ինչպես նաև էկոնոմիստը այսպես ասած վերլուծական կենտրոնները շատ տպավորիչ է ամեն ինչ պարզապես բախտները բերել է ձեր այդ տեղի Ստրասբուրգյան աուդիտորիայի ճնշող մեծամասնությունը ձեր նման սկզբունքները վաճառած
կամ ձեր նման չէ, կներեք, վիրավորեցի իրենց։ Ձեզ որպես սկզբունքները վաճառած մարդկանց օգտագործող մարդիկ են եւ այդտեղ ինչ ֆալշ նոտա էլ երգեք, ինչ կաստրատել լինեք այդ պահին, մեկը վեր են կենալու եւ բղավելով ձեզ ծափարելու են, հարցը դա չի բացարձակ, թեպետ ասեմ, որ Արարատ Միրզոյանին չծափարեցին։ Ну դա ձեռի հետ, կարեն եւ ծափարեին, ուզում եմ ասեմ, այդպես բացարձակ խնդիր չկա։ Շատ զավեշտալի էր, երբ որ Արարատ Միրզոյանը ներկայացնում էր Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների ներկայիս ընթացքը եւ ուրեմն որպեսզի դրան կոմպլեքսավորված տպեն են, չէ՞ սա, գիտեմ որ այն բան գործը տապալել են խայտարակ վիճակա բոլոր ուղղություններով, բայց որպեսզի իրանք ես այսպես ասած պուճուրիկ էգոն փորձեն տենց խաղալ դրա հետ եւ ինքնաբավարարվել իրենց էգոյի բորբոքումները առաջացնելով, ասում է Հայաստան-Եվրամիություն գործընկերության ռազմավարական օրակարգ ենք ստորագրել, որը եկել է, ուզում եմ բառացի ձեզ ասեմ, complementing SEPA, այսինքն որը ի լրումը SEPA-ի է։ Ну կատարյալ սուտ, էլի, ես հասկանում եմ, կարող է ձեզ այս դետալները առաջին հայացքից չհետաքրքրեին կամ ականջ չսղոցեին, բայց ես սուտ քաղաքականության մեջ բացարձակ սլուխ չունեմ երաժշտության մեջ, բայց քաղաքականության մեջ որոշակի սլուխ ունեմ, բացարձակ չի, բայց շատ բարձր է։ Եվ երբ որ Արարատ Միրզոյանը նման հիմարություններ է խոսում, մասնագիտական առումով հիմարություններ, իրավական առումով հիմարություններ, միջազգային իրավունքի տեսակետից հիմարություններ, պարզապես տենց նորից հերթական անգամ զարմանում եմ, թե սրանց լկտիությունը, լպիրշությունը, անբարոյականությունը, սահմաններ արդյոք չի ճանաչում ընդհանրապես։ Ուրեմն այդ այսպես կոչված strategic agenda of EU-Armenia partnership հույն հենց բուն տեքստում ժողովուրդ ջան մի քանի տեղ գրած է, որ սա ոչ թե SEPA-ի շարունակը, ոչ թե SEPA-ի ի լրումն է, այլ փաստաթուղթը բխում է SEPA-ից։ Խի են դրանք այդպես անում, շատ պարզ, որովհետև SEPA Սերժ Սարգսյանի արտաքին քաղաքականության աներկբա ձեռքբերումն է։ Այն ձեռքբերումն է, որ ինչքան էլ իրանք հիմա ճղում են տարբեր եվրոպական մայրաքաղաքներում, տարբեր ապուշ օրենքներ են ընդունում եվրոպական ինտեգրման եւ եսի ինչերի մասին, SEPA-ից են կողմ, որպես իրավապայմանագրային հիմք, որպես բարեփոխումների քարտեզ, որևէ այլ բան ստանալ չեն կարող Եվրոպական միությունը, այլ իրավական շրջանակ Հայաստանի գործող ռեժիմին անկախ նրանց բոլոր այս բաներից Եվրոպայի նկատմամբ ռևերանսներից չի տալիս, SEPA-ն է, ու դա գրած է այդ փաստաթղթում, որ նոր, այսպես ասած, ռազմավարական երկխոսության օրակարգը հիմնված է SEPA-ի վրա, բխում է SEPA-ից եւ ի կատարումն SEPA-ով ամրագրված պարտավորությունների է։ Արարատի հիվանդագին երևակայություն, դեռ Նիկոլ ուզում է, որ ինքը տենց ունիկալ լինի, տենց ինքը տենց տանցնի ինչ-որ մի բան Սերժին կամ մյուս նախկիններին, խրենս դվա կներեք բառիս համար, ինչքան էլ դուք ձեզ Ստրասբուրգներում չլինի, ուզում եք Վեներայում գնացեք ձեր պրես կոնֆերանսները տվեք եւ ինքնաձոնմամբ զբաղվեք, դրանից իրականությունը չի փոխվում։ Այսինքն սա որպես պարզապես դիտարկում, թե ինչ մանր մակարդակի պրիմիտիվ մուտիկների են, չկայացած կոմպլեքսավորված երկիրը անդունդի եզրին հասցրած մարդկանց բան է, էլի, տենց էգոիզմը եւ չիսլավիան, այսինքն այդ իրանց սնափառությունը, թե մենք այսպիսի բան ենք արել, չէ, դուք ընդհանրապես քանդել եք ամեն ինչ կարայիք անեիք։ Շատ ամենախայտառակ կտորներից մեկը այն էր, երբ Արարատ Միրզոյանը պատասխանում էր ուրեմն Հայաստանում ներքաղաքական իրավիճակի զարգացումների հետ կապված դիտարկումներին, Արարատ Միրզոյանը Ստրասբուրգում հպարտանում էր, որ իրանց իշխանությունը վերապրել է ուրեմն պետական հեղաշրջման փորձ, պատկերացնում եք, այսինքն այն Գենշտաբի հայտարարությունը 21 թվականի փետրվար ոնց որ նրանք շարունակում են դիտարկել կամ մատուցել որպես պետական հեղաշրջման փորձ եւ նրանք վերապրել են այդ փորձը։ Ասում է մեր իշխանությունը Արարատն ասում, վերապրել է, ասում է փողոցային բռնի բաներ, պրոտեստներ, դժգոհություններ։ Դուք Հայաստանում բռնի ընդդիմության իշխանության դեմ ուղղված բռնի փողոցային գործողություններ եք տեսել, դու այ սատախոսներ, այ անբարոյականներ։
Բռնությունը, եթե փողոցներում եղել է եւ եղել է բացառապես ձեր կողմից բուծված ոստիկանական զորքերի, գրոհահինների, բալակլավաներով եւ մասկեքով ինչ որ լափած մասնավոր ախրան եւ շորերը փոխած գեստափոխված մասնավոր ախրանիկների կողմից ցուցարարների նկատմամբ տարաբնույթ գրանատներով, որոնք արգելված էին օգտագործման մարդկանց ուրեմն ծեծելով, բռնաճնշումների ենթարկելով, փակելով, թունավորելով տարբեր գազերով, վիրավորումներ հասցնելով եւ այլն եւ այլն։ Այո, Հայաստանի փողոցային պայքարը եղել են բռնություններ, բայց այդ բռնությունների հեղինակը եղել եք դուք, երբ որ բռնի բիրտ ապօրինի ուժով փորձել եք ճնշել հայ ժողովրդի արդարացի ցասումը, փորձել եք ճնշել հայ ժողովրդի արդարացի բողոքը եւ այդ կեղտոտ Ալիևյան մեթոդներով եք պայքարել ձեր ընդդիմախոսների եւ հայ ժողովրդի դեմ Երևանի փողոցներում։ Եվ կեղտոտ ու նողկալի է, երբ որ քեզ ներկայացնող քո երկիրը ցավոք սրտի առայսօր այդպես է ներկայացնող այսպես կոչված արտգործնախարարը գնում եւ ասում է, որ փողոցային պայքարը եղել է բռնի։ Կեղտոտ է դա զզվելի է, դուք անկման հատակ չունեք։ Այսինքն հասկացաք, չէ, գնացել է Արարատ, այնտեղ հաջորդ կտոր է այդ ներքին բաների հետ կապված, ուրեմն եվրոդեպուտատներից մեկը կոնսերվատորների եւ ռեֆորմիստների խմբից ICR-ից հարց տվեց սրան, ասում է եկեղեցում ճնշում եք սրբազանները նստեցրել եւ այլն, շատ խնդալու էր, թե Արարատ Միրզոյանը համարյա կակազելով, ոտի վրա կռուտիկներ հորինելով, կարծես թե պարզ է, չէ՞ որ տենց հարց պետքա լինի եւ անգամ Նիկոլ Փաշինյանին սպասարկող արտգործնախարար կոչվածը պետք է ինչ-որ տենց դամաշնի զագատովկա ունենար, տնային աշխատանք կատարեր, պատրաստ լիներ այդ հարցին տենց անգլերեն լեզվով մի 4-5 նախադասություն ասել, տենց շարալեր, բայց այնքան ափաշկարա է այդ սուտը, այնքան ափաշկարա է այդ իրավիճակը, այնքան զառացող ու ճչացող է այդ ամեն ինչը, որ Արարատ Միրզոյանը, ով անգիր առած տեքստերով պատրաստ է ժամերով խոսել Ադրբեջանի հետ խաղաղության մասին, դեմոկրատիայի մասին, տրոֆասի եւ ելիքը տենց ապուշ բաների մասին, սուտ բաներ խոսել, ճիշտ բաների մասին, ճիշտ թեմաների մասին ապուշություններ դուրս տալով, այսպես ասեմ, պատրաստ չէր, գիտեք, կակազում էր, կռուտիկ էր անում, հիմարություններ էր խոսում, ուրեմն նա արդարացնում է սրբազաններին եւ եկեղեցու դեմ արշավը հետևյալ հիմնավորմամբ, այսօր նա այդպես էր արդարացնում, ասում է սրբազանները, ասում է կոչ էին անում ժողովրդավար ճանապարհով ընտրված իշխանությունների բռնի հեռացման եւ սպանությունների կոչ էին անում։ Պատկերացնում եք, արտգործնախարարը, որը ներկայացնում է Հայաստանը, գնացել է Ստրասբուրգ, եվրոպացի դեպուտատների հարցերին պատասխանելիս կատարյալ բացարձակ բարոյականության սահման չունեցող սուտ է խոսում, Բագրատ Սրբազանն է նստած քեզ սպանելու կոչեր անելու համար, Միքայել Սրբազանը, Մկրտիչ Սրբազանը, Արշակ Սրբազանը, բայց ճշտախոս դուխով տղա ես, արո, հելներ ասեի, որ Արշակ Սրբազանը նստած է, որտեղ 18 թվականին ես իմ ինչ բիչոկ եք, ինչ որ հայտնաբերի, ինչ որ մի ուսապարկում, այդ բիչոկն էլ ըստ մամուլի չկա, պլանով բիչոկ էլի։ Բայց պատմեիր, որ Արշակ Սրբազանը նստած է, որովհետև դուք իր ջեբը, այսպես ասած, պլանով բիչոկ եք փորձում ճխտել, որպես իրավական հիմք ձեր բաների համար, ապօրինությունների համար։ Բա ասա, որ Բագրատ Սրբազանի եւ մյուսների գործերով այդ ձայնագրությունները, որը տենց հոլիվուդյան PR-ով մատուցեցիք Marvel ստուդիայով, բան տենց 3D fantasy գրինով նկարած եւ այլն, պարզվեց տուպը մոնտաժ է, կեղտոտ, բիրտ մոնտաժ է եւ մանիպուլյացիա։ Բա ասեի, որ Միքայել Սրբազանի գործով, որ մարդուն նստացրել եք արդեն 6 ամիս է, եթե ոչ ավել, նստած է Միքայել Սրբազանը, նստացրել եք մի տարվա վաղեմության ինտերվյուի համար, որի կապակցությամբ դատախազությունը ըստ Դանիել Յոնիսյանի գրած նամակի ժամանակին հիմքեր չի տեսել քրգործ հարուցելու։ Բա Մկրտիչ Սրբազանի գործով էլ ասեիր, որ մեղադրում եք այդ մարդուն նրա մեջ, որ իբր երկու ձեր ջեբը մտած շնիկներին կարգալույց եղած նախկին հոգևորական երկու շնիկներին իբր բան արել ու ղորթելա դեպի ընդդիմության ցույցեր։ Բա խոսա, արո, հիմա խոսա դեմդ փոսա, այս վիճակն է, արո, խոսա, դրա մասին խոսա։
Գնալ հասնել այնտեղ, տես լացակումած ասում, պատկերացնում եք, ասում, սրբազանները, այդ որ նստած են, ասում, բռնի ձևով ժողովրդավարն եղանակով ընտրված իշխանություններին հեռացնելու եւ սպանելու կոչեր էին անում, ասում, այդ թվում ինձ։ Արա, քեզ մի հոգի մարդ է անուղղակի ձևով փորձել սպանել, դու դա լավ գիտես, երբ որ նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը միակն էիր, որին Պաչիմուտը շատ պրոֆեսիոնալ ախրանան, իսկ օտարեքը շատ պրոֆեսիոնալ էին ազգային ժողովի նախագահի ախրանան, Պաչիմուտը վդրուկ քեզ տարան գազազած մարդկանց միջով ճամփով, երբ որ բոլորը բունկերներում էին, են ալեն ոչ Մոսկվա էր փախե, Նիկոլը ես իմ գենշտաբի բունկերում էր, մենակ քեզ դայաղարին գազազած ջղայնացած մարդկային ամբոխին։ Այդ ոնց եղավ, ոնց չեղավ, այսինքն եթե քո նկատմամբ սպանության փորձել եղել է, ապա սխալ ուղղությամբ ես փնտրում այդ պատվիրատուներին, դրանք հաստատ եկեղեցում չեն, արա։ Դու լավ գիտես որտեղ են։ Թե վաճառել ես քեզ խիղճդ, եթե ունեիր մնացուկները խղճի, թասիբի, թանուն ինչ-որ մի եսիմ ինչի, պաշտոնի կամ եսիմ ինչի, կամ $1 միլիոն դոլարանոց վարկի, չգիտեմ, ինչի են դիմաց ես վաճառել, ամենայն դեպս կեղտոտ ձեռները հեռու տարի եկեղեցուց, հասնել Ստրասբուրգ, օգտագործել այդ բարձր ամբիոնը եւ այդ բարձր հրապարակը ցեղ շպրտելու համար քեզանից միլիոնապատիկ արժանավոր մարդկանց ուղղությամբ, ինչպիսին Բագրատ Սրբազանը, Միքայել Սրբազանը, Արշակ Սրբազանը, Մկրտիչ Սրբազանը եւ մյուս կալանավորված հոգեվորականները եւ աշխարհիկ մեր գործընկերներ ու ընկերները, դա խայտարակություն է։ Եվ սովորի էլի անգիր մի 2-3 նախադասություն անգիր սովորի, որ մյուս անգամ տենց կռուտիտ ու կակազել ու տենց լեզուտ չպապանձվի անկարծը սուտ ես խոսում, գոնե պարապած սուտ խոսա, կրկնակի խայտարակ ես լինում։ Կներեք։ Ուրեմն եւս երկու դիտարկում եմ անում ու ավարտեմ այս լայվը, կարևոր դիտարկումներ, խնդրում եմ լսեք միջև վերջ։ Ուրեմն գերմանացի պատգամավորներից մեկը գերմանացի էր ոնց որ հարց է տալի գերմաներով, օգտագործում է Զանգեզուրի միջանցք արտահայտությունը հարցի մեջ։ Ուրեմն Արարատը այդ հարցին չի պատասխանում, հետո երբ որ հարց ու պատասխանը ավարտում է նստում է, կողքի իր այդ աշխատողներն օգնականները ուշում են ասում են արո այս բանը չես պատասխանել Զանգեզուրի միջանցք ասեց։ Արոն հելնում է ու տենց ափալ-թափալ ինչ-որ բաներ է սկսում խոսալ, ուշացած, այսինքն այդ պահին իր ականջը չի ծակում, էլի որ Զանգեզուրի միջանցք են օգտագործում։ Օգնականները չլինեին կողքի, տենց չլսելու էլ կտար, կանցներ կետար։ Ու հելնում ասում է ուշադիր կարդացեք այդ թուղթը, այդ տրիպը, այդտեղ չկա Զանգեզուրի միջանցք, այդտեղ вообще միջանցք բառ չկա, դա լրիվ ուրիշ բանի մասին է եւ այլն եւ այլն եւ այլն։ Ասածս ինչի մասին է, ժողովուրդ ջան։ Ամբողջ աշխարհով այն ինչ որ մեզ մատուցում են որպես տրիպ, ինչքան էլ Արո ենք, Նիկոլ ենք, Պողոսներ, իրանց 5-րդ կետը ճղեն, որ դա Զանգեզուրի միջանցք չի, ամբողջ եվրոպական, ամերիկյան, то даже ռուսական, քաղաքական, քաղաքագիտական, վերլուծական գրականությունը, միտքը, բանը դա դիտարկում է որպես Զանգեզուրի միջանցք։ 1000 անգամ ասել եմ, եթե Ախուրյանցի Անոյի անունը դնում ես Ժոզեֆինա, նա չի դադարում Ախուրյանցի անո լինելուց ու դառնում տենց Նապոլեոնի սիրուհի կամ սիրած կին։ Եթե անունը դնում ես Կլեոպատրա, նա չի դառնում եգիպտական թագուհի եւ խոսքի Մարկ Անտոնիոյի սիրուհի։ Չէ, նա մնում է Ախուրյանցի անո, ինչքան այդ միջանցքի ցավոք սրտի անունը դրեք տրիպ, եսիմի ինչ ուզում եք դրեք, նա չի դադարում հասարակական, եվրոպական, ամերիկյան, քաղաքական, քաղաքագիտական, ռուսական շրջանակներում դիտվել որպես Զանգեզուրի միջանցք, ժողովուրդ ջան, ամբողջ աշխարհը դա արդեն այդպես է դիտարկել։ Ինչքան էլ ձեզ Նիկոլը խափի, ֆրցնի, ասի տեքստումը տենց չի գրած, տեքստումը նենց է գրած, Պողոս է գրած, Պետրոս է գրած, դա այդպես չի։ Փաստացի դա այն է, ինչի մասին մենք ձեզ զգուշացնում ենք առ այսօր։ Դա Ալիևն էլ է ասում, ցավոք սրտի, ասում է, որ անունը ինչ ուզում եք դրեք, դա Զանգեզուրի միջանցք է։ Եթե Հայաստանի իշխանությունները այդքան լսում են, այդքան հարգված են այդ իշխանությունները դրսում, բախի ոչ մի շրջանակ իրանց հորդորը, խնդրանքը, աղաչանքը չի ընդունում ու չի դադարում այդ բանը կոչել Զանգեզուրի միջանցք։ Արագ ինձ ասեք, Նիկոլ, Արարատ, եթե դուք այդքան հարգված եք, եթե դուք այդքան սիրված եք, այդքան հեղինակություն եք, եւ ոչ թե կամակատար գեոպոլիտիկ ստրուկ կամ խամաճիկ,
եթե ձեր խոսքը գոնե այսքան արժեք ունի, խիչ ձեզ չեն լսում ու չեն դադարում ձեր սիրած եվրոպական կամ ամերիկյան վերլուծական կամ քաղաքական շրջանակները այդ կտորը, որը դուք ստորագրել եք տրիպ անվան տակ, չեն դադարում կոչել Զանգեզուրի միջանցք։ Եվ այստեղ մի կարևոր ասինիլ է ռուսի ասած, էլի։ Այն որ ասում եք Ալիևը ներքին լսարանի համար է ասում, գյոք չա, կամ ես իմ 300,000 ադրբեջանցի կամ արևմտյան Ադրբեջան, կարող է դուք եք ներքին լսարանի համար, պրոստը տուպը Զանգեզուրի միջանցքը տրիպ կոչում ու վերջ։ Կարող է դուք եք, հենց կարող է չէ, դա ռետորական հարց չի, դա պատասխան ունի, այո։ Կարող է դուք եք դա ընդամենը ներքին լսարանի ականջներին լապշա կախելու գործընթացի շրջանակներում այդ ապուշությունները մարդկանց ֆրցնելու շարունակում այդ ձեր գործողությունները մանիպուլյացիոն։ Այո, դա դուք եք անում, դա դուք եք ներքին լսարանի համար հիմարություններ խոսում, որովհետև ձեր խոսքը անգամ դուք այնքան եք ընկել, որ ձեզ օգտագործելուց անգամ ձեր խնդրանքները հաշվի չեն առնում եւ շարունակում են այդ ամեն ինչը կոչել այնպես, ինչպես կոչում են։ Այս պարագայում, ինչպես Եվրո ԵԽԽՎ դեպուտատ ասեց Զանգեզուրի միջանցք, իսկ դու արո, դաժե այդ պահին քաղաքականջը դա չծակեց, եւ եթե չլներ քո ստաֆը, չբզեր քեզ, չբշտեր, դու այդ հարցին չէիր էլ պատասխանելու։ Եվ վերջինը, գիտեք ինչն է զավը, ժողովուրդ ջան, ուրեմն Եվրոպայի խորհրդի խորհրդանական վեհաժողովում Ադրբեջանը անդամ չի։ Դժգոհ են եղել եվրոպացիներից, հայտարարել են դուրս են եկել։ Եվրոպացիների ինստիտուտները լավ գիտեն, որ Ադրբեջանը կոռումպացված է, հակաժողովրդավարական է, փչացած պետություն է, փչացած ղեկավարով։ Հիմա դուք պատկերացրեք, մենք ինչքան ոչ մի բան ենք որպես պետություն, եւ մեզ ներկայացնող մարդիկ ինչքան ոչ մի բան են, որ բոլորը Եվրոպայում գիտեն, որ Ադրբեջանը ոչնչություն է, կոռումպացված, կեղտոտ, ամենավատ ռեժիմներից մեկն է, ԵԽԽՎ-ում էլ չկան, բայց բոլորը գովում են Հայաստանի եվրոպացիներ, Հայաստանի եւ Ադրբեջանի միջև այսպես կոչված խաղաղության պայմանագիրը։ Դու այ եվրոպացիներ, բայց դուք գիտեք, որ Ալիևը բռնապետ է, դուք գիտեք, որ Ալիևը կոռումպացված է, դրա համար ինչ-որ դաժե ռեզոլյուցիաներ եք ընդունում, բայց կոռումպացված բռնապետ ղեկավարի հետ Հայաստանի դեմոկրատական Հայաստանի ստորագրված փաստաթուղթը ո՞նց է գովում, դա ո՞նց կարա կյանքի կոչվի, ո՞նց կարա Ալիևի նման մարդը երաշխավոր լինի խաղաղության, ո՞նց կարա Ալիևի մարդը երաշխավոր լինել իր խոսքի պաշտպանության, ազատությունների կամ իրավունքների։ Դուք կոգնիտիվ դիսոնանս չեք ապրում, դուք ինքներդ ձեզանից չեք զզվում, որ դուք մի կողմից երբ չեք զզվում, դուք պրոստը մեզ տուպը օգտագործում եք այն փաստը, որ այ ժողովրդին շարունակում է ներկայացնել Նիկոլը, որ համաձայն է ձեզ հետ ամեն ինչին անունի իշխանության վերարտադրության, եւ դրա խաթր աչք եք փակում անգամ այսպիսի խայտառակ պարադոքսների վրա, այսինքն դուք Ադրբեջանին ֆուկ եք անում կամ Ադրբեջանը թռնում է ձեր ֆորմատներից չի մասնակցում այդ աշխատանքներին, որովհետև կոռումպացված է, բռնապետական է, հակաժողովրդավարական է, բայց դրա իշխանության, դրանց ղեկավարի կողմից ստորագրած, այս նախաստորագրված կներեք խաղաղության այսպես կոչված պայմանագիրը գովում եք, դա ո՞նց կարա լինի, ո՞նց կարա Ալիևը երաշխավոր լինի ազատությունների, իրավունքների, միջազգային իրավունքի, ստանձնած պարտավորությունների, խաղաղության եւ այլն, չէ որ դուք եք ասում, որ նա այդպիսինը չի։ Մի խոսքով ժողովուրդ ջան, Միրզոյան Արարատի հերթական այս արկածները Ստրասբուրգում այսքանն էին ստի, անբարոյականության, կեղծիքի, եվրոպացիներին դուր գալու, միաժամանակ գեոպոլիտիկ թսիկության, երբ որ ռուսներին համակնարկում ան վախում անունը տա, եւ այլն, անարժանապատիվ մարդկանց, անարժանապատիվ նախարարի ճակերտավոր, անարժանապատիվ խայտառակ անբարո ելույթ։ Հերթականը ոչ մի սուրպրիզ սենսացիա այստեղ չկա, պարզապես ուզում եմ դուք իմանաք դետալները, այդ դետալները կարող եք օգտագործել ձեր քաղաքական քարոզչական ամենօրյա խոսակցությունների մեջ, եթե պետք են ապացույցներ, խնդրեմ նայեք այդ մի ժամանոց տեսանյութը, հատկապես նորից կրկնում եմ խայտառակություններ հայ առաքելական եկեղեցու հետ կապված այդ բացատրությունների, այդ դիշովի կռուտիկների դրվագը։ Նորից ազատություն մաղթենք մեր բոլոր քաղբանտարկյալներին, նորից շնորհավորենք մեզ հայոց բանակի օրվա կապակցությամբ, Աստված առաջ այս խայտառակությունից պետք է դուրս գալ։ Լավ մնացեք։